Հայաստանում եզդիական համայնքը դարերով պահպանել է իր ինքնությունը, համատեղելով ազգային ավանդույթներն ու ժամանակակից կյանքի մարտահրավերները։ Այս շաբաթ ևս խորհրդարանը դարձավ բաց երկխոսության հարթակ, հյուրընկալելով Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներին։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի հետ հերթական հանդիպմանը ներկա էին եզդիական հոգեվոր խորհրդի եւ Եզդիների ազգային միություն հասարակական կազմակերպության ղեկավարները, ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի մայրը, Քյարամ Սլոյանի անվան կամավորական ջոկատի մարտիկները, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներ։ Այս հանդիպումը ևս մեկն էր նրանցից, որը թույլ տվեց լսել համայնքի խնդիրները, ապագայում դրանք ոլորտային պատասխանատուներին հասցեագրելու համար, նշում է падգամավորը։ Քանի որ եզդիական համայնքը բավականին սպეციფიկ համայնք է եւ ունի մի շարք առանձնահատկություններ եւ այս առանձնահատկություններով պայմանավորված որոշ հարցեր, որոնք նաեւ հանրային տիրույթում այդքան էլ քննարկելի չեն, մենք հանդիպում ենք ունենում եւ այս հարցերը քննարկում ենք, որպեսզի նաեւ ես որպես համայնքի ներկայացուցիչ այդ հարցերը կարողանամ փոխանցել կառավարության մեր գործընկերներին եւ իրենց դիրքորոշումը փոխանցել։ Իսկ ինչ գործուն քայլեր են անհրաժեշտ եզդիական մշակույթի պահպանման ու զարգացման համար, այս հարցին ևս անդրադարձավ Բաքոյանը։ Մենք գիտենք, որ եզդերենը խոցելի է եւ եզդերենի պահպանման համար գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի կողմից կա բավական մեծ կամք այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու եւ մենք միասին քննարկումներ ենք ունեցել, այդ թվում նաեւ մանկավարժական համալսարանում եզդերենի ամբիոնի ձևավորման։ Համայնքին բնորոշ խնդիրներից բացի ներկաներին այլ հարցեր ևս հետաքրքրեցին։ Պարբերաբար հարց է հնչում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպիսի վերաբերմունք ունի եզդիական համայնքի նկատմամբ, որովհետև շատ հաճախ նաև գտնում են մարդիկ, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել, պատասխանը պարզապես շատ ակնհայտ է, ես եզդիական համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեցի հակիրճ այն արված աշխատանքները, որոնք գործող իշխանությունների կողմից են նախաձեռնվել։ Սա խոսում է այն մասին, որ գործող իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունները, այս դեպքում մասնավորապես եզդիական համայնքը պատշաճ ուշադրության կենտրոնում է գտնվում։ Տարբեր հարցերին վերաբերելի օրենսդրական նախաձեռնություններից մինչև համայնքներին հատկացվող ֆինանսավորման ավելացում, ճանապարհաշինություն ու դպրոցաշինություն։ Քաղաքական թիմի վերաբերմունքը եզդի ժողովրդի նկատմամբ բարձր է, ինչի մասին էլ խոսում է վերջին տարիներին կատարված մեծ աշխատանքը, ամփոփեց Ռուստամ Բաքոյանը։